Գյումրի քաղաքին շուրջ 2 տարի առաջ Եվրամիության դրամաշնորհով նվիրաբերած այս 5 էլեկտրական ավտոբուսները դեռևս չեն շահագործվում։ Թեև Գյումրու ավագանին ընդունել էր դրանք որպես քաղաքի նվեր, բայց Վանաձորի քաղաքապետարանի հետ դեռևս չկա կնքված պայմանագիր, որը կսահմանի երկու կողմերի պարտավորությունները։ Համայնքապետարանը մեզ ուղարկել էր նվիրաբերության պայմանագրի նախագիծը, որի մեջ մենք մեր առաջարկությունը ներկայացրեցինք։ Գյումրու համայնքապետարանը նվիրատվության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է Վանաձորի համայնքապետարանին։ Մինչ այժմ Վանաձորի համայնքապետարանից պատասխան չի ստացվել, ինչի հետևանքով պայմանագիրը չի կնքվել եւ էլեկտրական ավտոբուսները շարունակում են չշահագործվել։ Գույքի ընդունելուց հետո մենք ոչ մի պարտավորություններ չունենք Վանաձորի համայնքապետարանի Դաշինքանում կայուն եւ կանաչ կառավարման կազմակերպության եւ երրորդ անձանց նկատմամբ մենք մի պարտավորություն ենք վերցրել, որ գույքը մենք անպայման կօգտագործենք իր նշանակության համապատասխան։ Հրապարակային տեղեկությունները վկայում են Դաշինքանում կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի իրականացման շուրջ առաջացած ֆինանսական եւ իրավական հարցերի մասին, ինչի պայմաններում կանաչ տրանսպորտի ներդրումը Գյումրիում շարունակում է ցկցկվել։ Դեռ պատասխան չենք ստացել, որովհետեւ կարողանանք հետագայում բան կազմակերպել։ Եվրամիության բազմամիլիոնանոց ծրագրով նախատեսված էին ոչ միայն էլեկտրական ավտոբուսներ, այլև աղբի վերամշակման հոսքագիծ, մաքրման տեխնիկա, լիցքավորման կայաններ եւ այլ սարքավորումներ։ Սակայն դրանց մի մասը եւս չի շահագործվում կամ ամբողջությամբ չի հաշվառվել համայնքային գույքում։ Ներկա պահին 5 էլեկտրական ավտոբուսը չի կարող ամբողջությամբ փակել քաղաքի երթուղային բացերը, դրանք հնարավոր կլինի օգտագործել կիսաէքսպրես ռեժիմով, սակայն համակարգային փոփոխության համար անհրաժեշտ է ավտոպարկի համալրում, ինչի համար էլ ներկայացվել սուբվենցիոն հայտ թվով 10 էլեկտրական ավտոբուսներով քաղաքի տրանսպորտային ցանցը համալրելու համար։ Երթուղի չէր փակվի, դրանով մենք կարող ենք որոշել, որ օգտագործենք հիմնականում կիսաէքսպրեսի բանով օգտագործենք եւ կարողանանք աշխատել տվյալ ավտոբուսները, բայց եւ մենք հիմա 10 էլեկտրոավտոբուսի հայտ ենք ներկայացրել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որովհետեւ ստանալուց հետո նոր կարող ենք այդ փակված չօգտագործող երթուղիները նորից վերագործարկենք։ Թվականակի պակաս կա մեր ավտոպարկում։ Լիցքավորման կայանները առկա են, սակայն դեռ պետք է տեղադրվեն ինչպես ավտոպարկում, այնպես էլ երթուղիների սկզբնակետերում կամ վերջնակետերում։ Այսպիսով, քաղաքին նվիրաբերած էլեկտրական ավտոբուսները դեռ սպասում են վերջնական իրավական լուծմանը, մինչդեռ Գյումրու տրանսպորտային խնդիրները մնում են արդիական։ Բնակիչներից կա հիմնականում երեկոյան ժամերի աշխատանքի համար մեր հասարակական տրանսպորտի կա նաև որ երթուղիները ոչ լրիվ կերպով են կալորում երթուղի միջև վերջ, կան հիմնականում դրամական դրամների սարքերի դնող սարքերի մասին շատ բողոքներ կան, որ անպայման 100 դրամ լինի մոտդ, որ կարողանաս գծես տվյալ սարքի մեջ, այդպիսի բաներ։ Անսարքությունները դե հիմա ցենտրային վիճակ է, որ հիմնականում դե սարույցներ են, անսարքությունները նաև որ երևի խփին կա վտարների բանից հետո մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք շուտ վերանորոգենք եւ նորից անենք երթուղի մեքենան։ Թե երբ կանաչ ավտոբուսները վերջապես դուրս կգան երթուղի, առայժմ հստակ չէ, սակայն արդեն 2 տարվա դատարը վերածվել է կառավարման արդյունավետության մասին լուրջ հարցի։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Սոցիալական 2025-ի կատարողական 26-ի առաջնահերթություններ կառավարության ղեկավարի մասնակցությամբ հերթական հաշվետվություն քննարկումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում էր։ 905.6 միլիարդ դրամ 2025-ի պետբյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացված գումարն է, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։
Իրականացվել է բյուջետային 17 ծրագիր, գումարի մեծ մասը հատկացվել է սոցիալական ծախսերին, կենսաթոշակ, նպաստ, մոտ 9%-ն էլ ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղված ծրագրերին։ Ներկայացնելով 2025-ի ոլորտային բարեփոխումները նախարար Թորոսյանն անդրադարձել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ցուցանիշներին, որը պիլոտային գործարկվել է նախորդ տարի մարտից, Սյունիքի ու Կոտայքի մարզերում 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում։ Մի մորալական լուծում է, որը թույլ է տալու վերջնականորեն փակել մեզ բոլորին հայտնի Փարոսի էջը այս նոր համակարգով, թե ի սկզբանե գնահատումն է ավելի շատ կենտրոնացած կարիքի վրա եւ ոչ թե կարգավիճակի, եւ թե աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով մենք եւ առաջադրանք առաջարկելով նրանց ըստ էության դրդում ենք աշխատել եւ ոչ թե մնալ համակարգում։ Անապահովության գնահատման համակարգում թվային տեղաշարժերը դրական դինամիկա են արձանագրում, նախարարն ընդգծել է, անկախ պիլոտից համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նվազել է։ Կարելի ասել լավ վիճակագրություն ունենք, մենք ունենք թվերի իջեցում անապահովության համակարգում եղած քաղաքացիների, նույնիսկ հին համակարգով, եթե նայենք օրինակ 23 թվականին 68000 մոտավորապես, 24-ին 63000 եւ հետո մոտավորապես 49-ը 50000 ու 48900 արդեն փետրվարի 1-ի դրությամբ, այսինքն մենք կայուն անկում ունենք։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կայուն կենսապահովման ուղղված ծրագրերը բնակապահովման շարունակական դրամական աջակցության մնում են առաջնահերթություն։ 2025-ի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության եւ այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44400-ից ավելի անձի տրամադրվել է 40000 դրամ աջակցություն։ Աջակցությունը շարունակվում է 30000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով։ Կարիքավոր ընտանիքների հրատապ աջակցության ծրագրում էլ 6168 ընտանիք է ներառվել, նախարարը ներկայացրել է նաև բնակապահովման ծրագրի ընթացքը։ Հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք արդեն 4012 շահառու ընտանիք, որ ստացել է հավաստագիր, բայց այս փետրվարի 1-ի դրությամբ արդեն ունենք 4404, այսինքն պլյուս 400 մեկ ամսվա մեջ եւ իրացված 1932, սա հունվարի 1-ի դրությամբ է։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ու ծնելիության աճի բարձրացման ուղղված միջոցառումների մասով հաշվետու տարում շարունակվել է ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50000 դրամ աջակցության ծրագիրը, որն այս տարի սկզբից գործում է արդեն որպես պետական նպաստ։ 2025-ին ծրագրից օգտվել է 45103 երեխա, պետական բյուջեից հատկացվել է 27.1 միլիարդ դրամ։ Շարունակվում է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացը, հաշվետու տարում գումարը տրամադրվել է 67943 փոքրիկի համար, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է ստացել 37420 երեխա, պետական բյուջեից հատկացվել է 29 միլիարդ դրամ։ Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի եւ նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշներից։ Այս հունվարի տվյալներով միջոցառումից օգտվում է 400572 անձ, անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 միլիարդ դրամ։ Հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33.3 միլիարդ դրամ։ Շարունակվում է նաև անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8165 անձ, լիովին մարվել է 1559 վարկ, վարկերի մարման ուղղվել է 1.3 միլիարդ դրամ։ Կյանքի 5 իրադարձությունների թվայնացման եւ ներդրման գործողությունների պլան ժամանակացույցի մշակման եւ աշխատանքների իրականացման գործընթացն է նաեւ նախարար Թորոսյանը կարեւորել։ Սկսած երեխայի ծննդյան ժամանակ տրամադրվող նպաստերի նոր համակարգից մինչեւ ի որք հարթակի ստեղծում, Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի համար աջակցության թվային հարթակի ստեղծում, 2026 թվականի առաջնահերթություններն էլ կներառեն հետևյալ ուղղությունները՝ թվայնացում, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում, զբաղվածության խթանում, կենսաթոշակներ, նպաստներ, ժողովրդագրություն։ Արտաքին քաղաքական բլոկում Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ալեն Սիմոնյանը սկզբունքայինորեն զարգացնում է հարաբերությունները միջազգային բոլոր գործընկերների ու պաշտոնակիցների հետ։
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հիմքում բազմադարյա բարեկամությունն է ու բազմոլորտ համագործակցությունը դա են վկայում փոխադարձ այցերը։ Ամիսներ առաջ մեր երկրում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ռուս պաշտոնյան Երևան էր ժամանել ազգային ժողովի նախագահի հրավերով։ Այցի պատասխան հրավեր Ալեն Սիմոնյանին։ Մոսկվա մեկնեց ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրակարգային հարցերի լայն շրջանակ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության հարցերից մինչև տնտեսական, կրթական ու մշակութային ուղղություններ եւ ասուլիս տեղական լրատվամիջոցների խնդրանքով։ Պաշտոնական այցի շրջանակում մեկնարկեց ընդլայնված կազմով հանդիպում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Կողմերն ընդգծում են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը։ Առանձին անդրադարձ կատարվեց օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպմանը քննարկվեցին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանեցին լրագրողների հարցերին, մինչ այդ սակայն Վալենտինա Մատվիենկոն խոսեց միջխորհրդարանական համագործակցության ու երկկողմ կապերի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև շատ ենք գնահատում եւ արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ։ Այնուհետև մեր երկրի ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղեցին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ալեն Սիմոնյանը բոլոր հարցերին տվեց հստակ ու սպառիչ պատասխաններ, հիշեցնելով, որ Հայաստանը որպես անկախ երկիր առաջ է շարժվում սեփական օրենսդրությամբ ու պետության շահերից ելնելով։ Ռուս լրագրողներից մեկն անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական կյանքին, կարծիք հայտնելով, թե Հայաստանում քաղաքական ձերբակալությունները սովորական են դարձել։ Я должен разговаривать о том, как действует армянский уголовный кодекс. Պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է քրեական օրենսգիրքը կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, դա Հայաստանի ներքին գործն է։ Քրեական օրենսգիրքը խախտող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ ես միայն լսել եմ, որ մեր որոշ ընդդիմադիր գործիչներ նրանց քաղաքական են անվանում։ Սպառնալով զավթել իշխանությունը, կազմակերպելով անկարգություններ, սպանություններ եւ վարչապետի իմ եւ արտաքին գործերի նախարարի ենթադրյալ սպանությունները, երբվանից դա դարձավ քաղաքական հետապնդում։ Կարող ենք համեմատություն անցկացնել, եթե որևէ երկրում ինչ-որ մեկը պլանավորում է զանգվածային անկարգություններ, քաոս առաջացնել, մտածելով թե ում պետք է վերացնել կամ սպառնալ ֆիզիկական բռնությամբ, երբվանից դա դարձավ քաղաքական հետապնդում։ Եթե դա քաղաքական հետապնդում է, ես կարող եմ անթիվ նման օրինակներ բերել աշխարհի տարբեր ծայրերից։ Уйму таких примеров по всему миру. Հարցերի շրջանակում էր նաև лրագրողներից մեկի ձևակերպմամբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, որը ռուս լրագրողն անվանեց հալածանք։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь? Որտեղ եք տեսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Հայ առաքելական եկեղեցում կան մարդիկ, որոնք չեն համապատասխանում հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված կանոններին։ Ես չեմ կարող հիշել ավելի կրոնական հայկական կառավարություն եւ սխալ է մի քանի անհատների կապել հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր փորձում են պաշտպանել իրենց անձնական շահերը ձևացնելով, թե սա հետապնդում է, բայց իրականում դա այդպես չէ։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ, որոնց մասին իմ դաստիարակությունը թույլ չի տալիս այստեղ խոսել։ Ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, եւ սա ոչ մի կապ չունի մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Անհատները եկեղեցի չեն։ Личности это не церковь. Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանցքում էին երկկողմ կապերն ու ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շրջանակը։ Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Մոսկվայում Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Որոբյովի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց անհայտ զինվորի հուշարձանին։
Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր։ Հայցի ավարտին ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում դիտեց Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային զորամիավորումներից մեկին ենթակա ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում մասնակցել է նորակառույց մոդուլային ևս մեկ զորամասի բացմանը։ Գերատեսչության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների ծառայության պատշաճ կազմակերպման եւ կենցաղ կացարանային պայմաններին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ քննարկել է անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային միության հետ կապված հարցեր։ Կողմերը վերահաստատել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային եւ տնտեսական կայունության համար։ Պաշտոնյաներն ընդգծել են ավելի սերտ համակարգման կարեւորությունը տարածաշրջանային կապակցվածության օրակարգի ձևավորման համար, որը կներառի էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի եւ առևտրի ոլորտները եւ կնպաստի Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կայունությանը, աճին եւ կայուն զարգացմանը։ Ֆիդանը շեշտել է մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը, իսկ Կոսն ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է օրենքի գերակայության եւ ժողովրդավարական չափորոշիչների շուրջ երկխոսությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օմանում Իրանի հետ շատ լավ բանակցություններ են անցկացվել։ Նրա խոսքով Թեհրանը շատ է ցանկանում գործարք կնքել։ Կարծում եմ Իրանի հետ լավ արդյունքներ ունեցանք, հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորից կհանդիպենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, եթե Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ գործարք չկնքի, ապա հետևանքները ծանր կլինեն։ Թրամփը եւս մեկ անգամ կրկնել է, որ դեպի Իրան հսկայական ուժեր են շարժվում։ Մեր մեծ նավատորմը շարժվում է այդ ուղղությամբ եւ շատ շուտով այնտեղ կլինի, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի, նշել է Թրամփը։ Օմանում փետրվարի 6-ին կայացած հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ բանակցությունները լավ սկիզբ էին, շփումները կշարունակվեն։ Նրա խոսքով քննարկումները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել։ Արաղչին շեշտել է, որ երկու երկրների միջև նախկին շփումներից ձևավորված շատ խոր անվստահությունը մեծ մարտահրավեր է բանակցությունների համար։ Չնայած ընթացող բանակցություններին ԱՄՆ վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցանկում ընդգրկելով երկու ֆիզիկական անձի, 15 կազմակերպություն եւ իրանական նավթի վաճառքի հետ կապված տվերային նավատորմի 14 նավ։ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանն ավելի են մոտեցել առևտրային համաձայնագրի կնքմանը, հրապարակելով ժամանակավոր փաստաթուղթ, որով կնվազեցվեն մաքսատուրքերը, կվերաձևավորվեն էներգետիկ կապերը եւ կխորացվի տնտեսական գործակցությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25% մաքսատուրքը, որը սահմանվել էր Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումների պատճառով։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ից։ Թրամփի խոսքով որոշումը պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը զգալի քայլեր է ձեռնարկել ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսական հարցերում ԱՄՆ-ի հետ մերձեցման համար։ Հնդկաստանն ըստ Թրամփի նաեւ պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը եւ էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ընդ որում, ըստ հրամանագրի, եթե ԱՄՆ առևտրի նախարարությունը պարզի, որ Հնդկաստանը վերսկսել է Ռուսաստանից նավթի ներմուծումն ուղղակի կամ անուղղակի կերպով, ապա 25% մաքսատուրքը կարող է վերականգնվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը եւ
եւ Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում եկել էին համաձայնության, ըստ որի Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18%, իսկ Նյու Դելին մեծ քանակությամբ ապրանքներ կգնի Վաշինգտոնից։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը դեռ 1 տարի առաջ որոշում կայացրեց։ 2026-ի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները չեն լինի օրինական վճարամիջոց։ Միևնույն ժամանակ կշարունակեն պահպանել անվանական դրամական արժեքը, այսինքն քաղաքացիները կարող են ցանկացած պահի առևտրային բանկերում, ինչպես նաև կենտրոնական բանկի փոխանակման դրամարկղում երկրորդ սերնդի թղթադրամին համարժեք անվճար փոխանակում իրականացնել։ Իզուր չի, որ մենք 1 տարի առաջ արդեն հայտարարել ենք, այդ օրը, որովհետև այդ ընթացքում արդեն իսկ այդ թղթադրամները, որոնք մուտք են գործում կենտրոնական բանկ, նրանք նույնիսկ եթե իրենց ֆիզիկական վիճակը բարվոք է, նրանք չեն վերադարձվում շրջանառություն։ Այսինքն գերակշիռ մասը արդեն իսկ շրջանառության մեջ չի։ Օրինակ 20,000 դրամանոց թղթադրամների ընդհանուր զանգվածի մեջ շրջանառության մեջ գտնվող, ընդամենը այսօրվա դրությամբ մոտ 2%-ից էլ քիչ մասն են կազմում այդ հին սերիայի թղթադրամները։ Թղթադրամի սերնդափոխությունը բնականon ընթացք է։ Երկրորդ շարքի անցումը դեռ 2018-ին է մեկնարկել, երբ թողարկվեցին երրորդ սերնդի առաջին նմուշները։ Մինչ օրս դրանց զուգահեռ շրջանառությունը հաջողությամբ ապահովվել է, սակայն աստիճանաբար որոշակի անհարմարություններ առաջացան։ Ենթադրենք ինչ-որ մի վճարահաշվարկային կազմակերպություն կամ ինչ-որ առևտրային բանկ տեղադրում է նոր տերմինալ, այդ վճարային տերմինալներ կամ աղիք ընդունող սարքեր կամ բանկոմատներ, նրանք ստիպված են լինելու այդ մեքենաները ծրագրավորել եւ հին եւ նոր նմուշի թղթադրամների վրա։ Այսինքն դա էլ կառաջացնի ինչ-որ լրացուցիչ ծախսեր ծրագրավորման համար եւ այլն։ Դրա համար այդ զուգահեռ շրջանառության ժամանակահատվածը անվերջ թողնելը նպատակահարմար չի։ Կենտրոնական բանկից ասում են, տեխնոլոգիաների զարգանալուն զուգահեռ զեղծարարության գործիքներն էլ են կատարելագործվում, եւ նույնիսկ եթե թղթադրամների ֆիզիկական մաշվածության աստիճանը թույլ տար պահպանել դրանք, այնուամենայնիվ թողարկված նոր սերունդը միշտ 1 քայլ առաջ է։ Նոր պաշտպանական հատկանիշներ են ներդրվում, ավելի հեշտ ստուգվող քաղաքացիների կողմից, ավելի տեսանելի եւ ավելի դժվարությամբ կեղծվող հատկանիշներ, ինչը մեր երրորդ շարքի թղթադրամների վրա ներդրվել են եւ բացի այդ հումքը որոշ չափով տարբերվում է երկրորդ շարքի թղթադրամների հումքից, որի արդյունքում դրանց կյանքի տևողությունը էապես երկարացվել է։ Քաղաքացիների մեծամասնությունը քաջատեղյակ է փոփոխություններին, չեն ընդդիմանում, չնայած որ Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի եւ Սարյանի դիմապատկերներով թղթադրամները հասցրել են սիրվել։ Facebook-ում իմացել եմ ես, կարդացել եմ, բայց շրջանառության մեջ առայժմ չկա, ես չեմ օգտագործել, խանութում էլ չեմ հանդիպել։ Երևի որակ է հարցնել աթղթի։ Ես դրա համար բան չունեմ ասելու։ Որակ է հարցնել, քանի գնում տեխնոլոգիաները փոխվում է։ Մարդիկ միգուցե այս թղթերը, այս նորը, այս թվում է երկար է գնալու։ Չեմ լսել, բայց մոտարապես գիտակցում եմ, որ հին թղթադրամը մաշվում է, էլ այլևս պիտանի չի, եւ կարող են նույնիսկ կեղծումներ անել թղթադրամի, դա հերկելա բան է։ Տեղեկացել եմ համացանցից եւ հեռուստացույցից, գրեթե երկար ժամանակավոր չեմ հանդիպում հին թղթադրամները, նաեւ տեղյակ եմ ընթացակարգին եւ գիտեմ, որ հանդիպելու դեպքում կարող եմ գումարը փոխանակել բանկում։ Քաղաքացիներից ոմանք էլ անկեղծացան, հին թղթադրամի օրինակներից պահել են որպես պատմական նմուշ եւ ազգային արժեք։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։ Քաղաքացիներին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաեւ դրանց ապօրինի շրջանառության եւ մաքսանեկության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը։ Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանեկության դեմ պայքարի վարչության, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության, ինչպես նաեւ ազգային անվտանգության, ծառայության, տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ապավեն տերմինալ Փակbaşդնտիրական ընկերության մաքսային հսկողության գոտում զնության են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։
Հիշել առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից ու առարկաներից հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թիթեղյա Բեք մաքսանեգության դեմ պայքարի վարչության եւ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազման գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում պարզել են թե հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքում ստացող անձի եւ թե այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը։ Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել եւ մաքսանեգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ՀՄ եւ ԱԻ-ն։ Նրանք ենթարկվել են ձերբակալման ուղեկցող անձնական խուզարկության։ Քաղաքացիները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիներս ձերբակալվել են։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաեւ ձերբակալված անձանց բնակության վայրերում։ Արդյունքում հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը, ընդգծելով մասնավորապես ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։ Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման եւ արձագանքման վերաբերյալ հարցեր։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտային վիճակագրական տվյալներ, նշելով, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել է ընտանեկան բռնության զոհերի դիմելիությունը։ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթին կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարում ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարական նոր մոտեցումները։ Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճին։ Այդ առումով ներքին գործերի նախարարը նշել է, որ քաղաքացիության դիմումների աճի միտումը հատկապես ակնհայտ է 2025 թվականի երկրորդ կիսամյակում պայմանավորված կառավարության կողմից իրականացված սոցիալական քաղաքականությամբ եւ տեղահանվածների շրջանում իրենց իրավունքների մասին իրազեկման արշավներով, այդ թվում ԵԽԱ աջակցությամբ։ Քննարկվել են նաեւ միջգերատեսչական համագործակցության համակարգման մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Զուգահեռներ են անցկացվել Եվրոպական միության ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի հետ, որի համատեքստում ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ որդեգրված մեխանիզմը լայն եւ ճկուն հնարավորություններ է ընձեռում շահառուներին, ապահովելով երկարաժամկետ ինտեգրման իրական հնարավորություններ։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Յուրաքանչյուր կանխված պատահար փրկված կյանք է, իսկ յուրաքանչյուր կյանք անգնահատելի արժեք։ Այս գիտակցությամբ եւ հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 24/7 ռեժիմով ամենօրյա ծառայություն է իրականացնում, նպատակ ունենալով նվազեցնել եւ բացառել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ելքով դեպքերը։ Ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող լիազոր մարմին, շարունակաբար լավարկում է օրենսդրական դաշտը։ Պարբերաբար իրականացվում են ուժեղացված ծառայություններ, թիրախային վարչարարություն եւ իրազեկման բազմաբնույթ արշավներ, նպատակ ունենալով խթանել հանրային վարքագծի այնպիսի փոփոխություն, որտեղ գերակային պատասխանատվությունը, զգոնությունն ու սթափությունը։ Արդյունավետ լուծումները պայմանավորված են թե տեխնիկական, թե մարդկային գործոններով եւ պահանջում են ներառական ու ինստիտուցիոնալ մոտեցումներ, հասարակության ակտիվ մասնակցությամբ։ 2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482,876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով։ Այսպիսով, 2024-2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Ակնհայտ է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության հենասյունային ուղղություններից բարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։ Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28802 դեպք, ապա 2024-ին եղել է 82051, իսկ 2025-ին 108576 դեպք։ Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու
ու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5696, իսկ 2025-ին 5435 անձ։ Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում, ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների եւ հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր եւ պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։